Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր հունվարի 20-ն է, մենք 3 իմ մեկնաբանությամբ հաղորդում չենք ունեցել, ճիշտ է ունեցել ենք հետաքրքիր քննարկում Արմեն Պետրոսյանի հետ, բայց ես հաղորդում չեմ ներկայացրել եւ բազմաթիվ կարեւոր հարցեր են հիմա կուտակվել քննարկելու, շատ հետաքրքիր կարեւոր հաղորդում է լինելու։ Կարծում եմ այս հաղորդումը շատ հարցերի պատասխան է տալու, անկեղծ ասած ես որոշ պատկերացումներ ունեի, թե ինչ սցենար կարող է նախապատրաստած լինի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար։ Այդ մասին չէի բարձրաձայնում, բայց այսօրվա Լավրովի հայտարարություններից հետո ավելի ու ավելի շատ եմ համոզվում այդ սցենարի մեջ, որը որ պատրաստել է Ռուսաստանի Դաշնությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այսինքն իրենք փորձելու են դա իրականացնել, հիմա հարց է դա կստացվի թե չէ, իմ համոզմամբ դա չի հաջողելու իրենց մոտ, այսինքն իրենք չեն կարողանալու այդ ծրագիրը իրականացնել, բայց Լավրովի հայտարարությունները հստակ մեզ արդեն պատկեր են տալիս, թե ինչ է անելու Ռուսաստանի Դաշնությունը այս տարի, որպեսզի Հայաստանում իրականացնի իշխանափոխություն, ինչ խոսույթներ են արդեն ներդնում իրենց հիբրիդային այդ պայքարի մեջ, որպեսզի այդ ամենը կարողանան իրականացնել։ Շատ հարցեր ունենք քննարկելու, անպայման կանդրադառնանք արտաքին հետախուզության ծառայության հրապարակած արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույցը, դա եւս չափազանց հետաքրքիր զեկույց է, կանդրադառնանք Մարկո Ռուբիոյի եւ Բայրամովի միջև տեղի ունեցած հերախոսազրույցը, որին որ հետեւել է փաստացի Բայրամովի եւ Հական Ֆիդանի հերախոսազրույցը, մեկ շաբաթվա մեջ սա երկրորդ հերախոսազրույցն է Թուրքիայի արտգործնախարարի եւ Ադրբեջանի արտգործնախարարի, կխոսենք թե ինչ հայտարարություններ է արել Իլհամ Ալիևը Հայաստանին վերաբերվող եւ էլի մի շարք հարցեր, նաեւ վերջում միջազգային հարցերին անպայման կանդրադառնանք, քանի որ աշխարհում տեղի ունեցող process-ները ուղղակի ապշեցուցիչ են։ Դրա համար անպայման կոչ եմ անում բոլորին, ովքեր որ ունեն դրա հնարավորությունը, առանց ավելնորդ մեկնաբանություններ գրելու, ունեն այդ հնարավորությունը, անպայման թող լայքեն եւ բաժանորդագրվեն մեր ալիքին, եթե մինչեւ հիմա չեն բաժանորդագրվել իհարկե։ Նախ սկսենք արտաքին հետախուզության կողմից հրապարակած այդ զեկույցից ռիսկերի մասին, Ադրբեջանի եւ Հայաստանի մասով էսկալացիայի ռիսկը Հայաստանի արտաքին հետախուզությունը բավականին ցածր է փաստացի գնահատում, բայց նույն ժամանակ կա լուրջ մտահոգություն այդ արևմտյան Ադրբեջան կամ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթի կապակցությամբ, դա որոշակի ռիսկեր է ստեղծում եւ դրա մասին մենք էլ միշտ խոսում ենք մեր հաղորդման ընթացքում, շատ լավ է որ դրա գիտակցումը կա եւ չէր կարող չլինել, ուղղակի չէր կարող չլինել այդ գիտակցումը Իսրայել-Իրան փոխադարձ այդ հարվածների ռիսկերը կա, որոնք որ ընդլայնելով կարող են նաեւ ազդեն Հայաստանի վրա անվտանգային խնդիրների մեծ շղթափաստացի կարող են ստեղծել նաեւ Հայաստանի համար, ցավոք սերտի առանձին նաեւ խոսվում է հիբրիդային այն վտանգի մասին, որը որ գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, դրա մասին խոսում էր թե Փաշինյանը, թե Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գիտեք այդ մասին, փաստացի այսօր Լավրովն էլ է անդրադարձել հենց Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի այդ հայտարարություններին եւ այդտեղ նշվում է, որ այդ հիբրիդային պատերազմը եւ հիբրիդային ալիքը միայն գնալով ահագնանալու է Հայաստանի Հանրապետության նկատմամբ այս ընտրությունների հետ կապված եւ հստակ նշվում է, որ բազմաթիվ ստեր են տարածվելու ապա տեղեկատվություններ, որպեսզի այդ ձևով կարողանան հասնել իրենց նպատակին այդ հիբրիդային սպառնալիքներ ստեղծողները։ Պարզից պարզ է ամեն ինչ մեզ համար։ Հիմա այս համատեքստում շատ կարևոր է անդրադառնալ հենց թարմ նոր Լավրովի կողմից արված հայտարարություններին։ Եվ կոնկրետ ինքը խոսել է այդ մասին, որ Հայաստանի Հանրապետության
վարչապետը եւ ազգային ժողովի նախագահը խոսել են այդ հիբրիդային սպառնալիքների մասին, որոնք որ բխում են եւ գալիս են Ռուսաստանի Դաշնությունից։ Լավրովը շատ խորը ցավ է ապրել դրա համար, որ այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս Հայաստանի վարչապետը եւ ազգային ժողովի նախագահը, հետո ավելի խորն է մտել, փաստացի ասելով, որ անհնար է ընդունել Եվրամիության չափանիշները եւ մնալ ԵԱՏՄ-ի անդամ։ Փաստացի ինչ են ասում իրենք, եթե դուք եվրոպական չափանիշներ ընդունեք, ապա մենք ձեզ դուրս կհանենք ԵԱՏՄ-ից։ Նախկինում եթե ասում էին, թե անհամատեղելի է Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն, չէին խոսում այդ չափանիշներից, այսինքն հիմա արդեն մեկ քայլ առաջ են անցել եւ ասում են, որ եթե դուք համապատասխանեցվեք Եվրամիության չափանիշներին, ապա փաստացի սպառնում են, որ Հայաստանին կհեռացնեն ԵԱՏՄ-ից։ Սա շատ կարևոր թեմա է, որպեսզի մենք բոլորս մտածենք եւ նաեւ Հայաստանի իշխանությունները սկսեն շատ լուրջ մտածել։ Հետո Լավրովը ասում է, որ դրանք անհամատեղելի են ոչ միայն առևտրի, ներդրումների եւ տարբեր կարգավորումների պատճառով, այլ նրա համար, որ այն ենթադրում է Եվրամիության արտաքին քաղաքականության լիակատար պահպանում։ Այսինքն Լավրովը ասում է, որ եթե Հայաստանը համապատասխանեցվի Եվրամիության չափանիշներին, ապա պետք է ապահովի Եվրամիության նաև արտաքին քաղաքականությունը, իսկ ըստ Լավրովի Եվրամիության արտաքին քաղաքականությունը հակառուսական է եւ այստեղ ինքը փաստացի Հայաստանին արդեն տեղավորում է հակառուսական դաշտի մեջ։ Եթե այդ տրամաբանությամբ գնանք Լավրովի ասածի, ապա Հայաստանը ըստ իրեն տեղավորվում է կամաց տեղավորվում է հակառուսական դաշտի մեջ։ Շարունակելով Լավրովը միտքը ասում է, որ ահա Եվրամիությունից էլ խոսում են, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում, Հայաստանի իշխանություններն էլ նույնն են հայտարարում եւ դրա համար արդեն գումարներ է հատկացնում Եվրամիությունը, որպեսզի պայքար մղեն այդ հիբրիդային պատերազմի դեմ։ Հետո Լավրովը ամենակարևոր միտքն է ասում այս ամենի մեջ, ինչը իմ մոտ իրոք մտահոգություններ է առաջացնում, նա ասում է, որ օրինակ է բերում Եվրամիությունը, թե ինչ տեղի ունեցավ նույն Մոլդովայում։ Եվ Լավրովը ասում է, թե եթե Եվրամիությունը օրինակ է բերում Մոլդովան Հայաստանի ընտրություններին պատրաստվելով, ապա Մոլդովայում ընտրությունները կեղծվել են, հստակ ակնարկելով, որ Հայաստանում նույնպես մեծ է հավանականությունը, որպեսզի ընտրությունները 26 թվականին կեղծվեն։ Այսինքն Ռուսաստանը այս պահից սկսած հստակ հիմք է նախապատրաստում, որպեսզի հայտարարի, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են։ Եվրամիությունը միջամտել է եւ Եվրամիության միջամտության պատճառով Հայաստանում, ինչպես եւ Մոլդովայում, ընտրությունները կեղծվել են։ Նա նաեւ հստակ մեկ նախադասությամբ սպառնացել է Հայաստանի Դաշնությանը, որ Եվրամիության հետ այդպիսի մտերմանալը Հայաստանի անհետևանք չի մնա։ Հիշենք Սոլովյովի խոսքերը, հիշենք Դուգինի խոսքերը։ Եթե Սոլովյովը ուղղակի լրագրող էր, պրոպագանդիստ էր, Ռուսաստանի ամենահայտնի պրոպագանդիստներից մեկն էր, իսկ Դուգինը Կրեմլի իդեոլոգն է, ապա սա ասում է արդեն Ռուսաստանի արտգործնախարարը։ Սա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է։ Հետո արդեն Լավրովը ավելի խորն է իր քիթը խոթում Հայաստանի ներքին գործերի մեջ, ասելով, որ Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցողը մեծ ցավ է իրենց մոտ կրկին առաջացնում, այն չի առաջացնում իր մոտ ցավ, որ ինքը ազգափոխ է եղել, Քալանթարովը շուռ տված ազգափոխ հայա դարձել է հիմա շովունից ռուս, եւ ինչ ասես ասում է Հայաստանի հասցեին, Հայաստանի մասով պլան A, պլան B եւ այդպես շարունակ պլաններ են մշակում, Լավրովի պլանները գիտենք, իր մոտ ցավ է առաջացնում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իբր եկեղեցու դեմ գործողություններ են անում։ Իսկ մենք շատ լավ հասկանում ենք, թե այդ եկեղեցու դեմ ասելով կրկին ինչ են իրենք նախապատրաստում եւ բոլորն էլ գիտեն, որ եկեղեցու դեմ չեն այդ գործողությունները, այլ կոնկրետ ռուսական ազդեցության ներկայությանը հայ առաքելական եկեղեցու մեջ։
այդտեղ եւս շատ կատաղի դիմադրություն է ցուցադրում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, կրկնեմ, քիթը խոթելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդի ներքին գործերի մեջ։ Եվ դրանից բացի ինքը առաջ է ավելի գնում եւ ասում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը դա փաստացի քաղաքական ձերբակալություն է, խոսքի ազատության հետ կապված ձերբակալություն է։ Այդ անձը, որ ասում էր, որ Հայաստանը պետք է միութենական պետություն կազմի Ռուսաստանի Դաշնության հետ, փաստացի ըստ Լավրովի ձերբակալված է հենց խոսքի ազատության պատճառով։ Հիմա ինչ խաղ է խաղում Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա ինքը փորձում է իր վրա այնպիսի մի դերակատարություն վերցնել, որը որ նախկինում անում էր նույն Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իբր նրանք պայքարում են ժողովրդավարության համար, Հայաստանի իշխանությունները խախտել են այդ ժողովրդավարական սկզբունքները ձերբակալելով Վարդան Ղուկասյանին խոսքի ազատության համար։ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են խախտել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ըստ Լավրովի, եւ դա եւս ժողովրդավարական սկզբունքների խախտում է։ Այսինքն նույնը ըստ իրենց տեղի ունեցել նաեւ Մոլդովայում, եւ հետեւաբար, եթե նման բան տեղի ունենա, իսկ իրենք նման արդեն նման խոսույթ են նախապատրաստում, իրենք արդեն կարող են դիմել տարբեր գործողությունների։ Դրա համար է, որ միշտ ասում ենք, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը շտապի հապկից դուրս գալ, որպիսի հապկը չօգտագործեն ընդդեմ Հայաստանի։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը շատ հեշտ վաղը կարող է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում խժդժություններ ստեղծել ընդդիմադիրներին հրահրելով, ընդդիմադիրին չկանով է պատկերացրեք, ընդդիմադիրը ասում եմ, միանգամից հասկացեք 5-րդ շարասյունը, խժդժություններ փորձեն առաջացնել, հետո նաև փորձեն ավելի վատ սցենարով լուծել Հայաստանի Հանրապետության հարցը։ Ահա սրան է նախապատրաստվում Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր որ ասում են, թե Փաշինյանի իշխանությունը շատ ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը։ Չէ, սիրելիներ, եկել է այն ժամանակը, երբ որ Ռուսաստանի Դաշնությանը պետք չեն այնպիսի իշխանությունները, որոնք որ ազգային շահերի վրա իրենց հիմնվելով կարող են հավասարակշռված հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նույն Չինաստանի հետ, դա իրենց միանշանակ ձեռնտու չէ։ Եվ դրա համար, երբ որ Դուգինը խոսում էր այդ մասին, ով որ իդեոլոգն էր հաստատի Կրեմլի կամ նույն ամենահայտնի ռոպագանդիստ Սալավյովը խոսում էր, սա այլ է, բայց մեկ այլ բան է, երբ խոսում է արդեն Ռուսաստանի արտգործնախարարը հստակ ակնարկներ հղելով, հիմք նախապատրաստելով հետակա գործողությունների համար Ռուսաստանի Դաշնության Հայաստանում։ Ահա այս հարցի վրա շատ լուրջ է պետք կենտրոնանալ եւ Հայաստանի արտաքին հետախուզության այդ զեկույցը, որը որ արվել է, շատ լավ է, բայց ես կարծում եմ, որ շատ ավելի լուրջ եւ պրոֆեսիոնալ է պետք մոտենալ այս հարցին, քանի որ ես տեսնում եմ կոնկրետ գործողություններ, որոնք որ կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ հստակ ես նշեցի, թե ինչ սցենար է նախապատրաստում Ռուսաստանի Դաշնությունը։ Փաստացի արդեն իրենք քաղաքբանտարկյալ են ճանաչել Վարդան Ղուկասյանին, ով որ խոսում էր միութենական պետության մասին, փաստացի իրենք արդեն իլուր ամբողջ աշխարհի հայտարարում են, որ Հայաստանի իշխանությունները ճնշում են հայ առաքելական եկեղեցուն, դա եւս շատ կարևոր հիմք է ազատագրելու հայ ժողովրդին ճակերտավոր այս իշխանությունից եւ այդպես շարունակ եւ վերջին կաթիլը դրա կլինի, այսինքն իրենք են հող նախապատրաստում, որ այդպես հայտարարեն, ոչ լեգիտիմ ընտրությունները Հայաստանում։ Դրա համար շատ լուրջ է պետք նախապատրաստվել, շատ լուրջ փոթորիկ է մոտենում Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ես հույսով եմ, որ այլևս Հայաստանի իշխանությունները չեն սկսի դատարկ տեղը հանգստացնել Հայաստանի ժողովրդին, Հայաստանի հասարակությանը, թե որևիցե վտանգ չկա խորհրդարանական ընտրությունների համար։ Եվ մի քիչ հետո ես կոնկրետ կխոսեմ, թե ինչի են այդ վտանգները ավելի ու ավելի մեծացել, քանի որ հիմա աշխարհակարգը
ամբողջովին փլուզվել է, միջազգային օրենք այլևս գոյություն չունի։ Հիմա հաջորդ հարցերին անդրադառնանք եւ թեմաները միմյանց հետ կապ ունեն։ Տեղեկություն ստացվեց, որ Գարեգին երկրորդը, այսինքն Կտրիչ Ներսիսյանը, պլանավորում է Ավստրիայում անցկացնել հոգևոր ժողով փետրվարի 16-ից 19։ Բնականաբար, պարզ է, թե ինչ նպատակներ է այն հետապնդում։ Սա իր եւ իր տերերի կողմից փորձ է Հայաստանի Հանրապետության իշխանություններին շատ լուրջ ապտակ հասցնել։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց այստեղ եւս չափազանց ուշադիր պետք է գտնվել։ Հիմա մեկ կարևոր այլ հարց. հունվարի 19-ին 3 Ամերիկայի պետքարտուղարի Մարկո Ռուբիոյի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ինչ ենք մենք հասկանում այս հեռախոսազրույցից, եթե շատ չխորանամ, դե քննարկել են օգոստոսի 8-ի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի այդ փաստաթղթի թեման է, հիմնական քննարկման թեման եղել, բայց այստեղ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում, որպեսզի ի վերջո կարողանա փաստաթուղթ կարևոր ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության եւ դա է փաստացի հետապնդում Ադրբեջանի իշխանությունը խոսել են TTIP իրականացման ծրագրերից, այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում, նաև տեսնում ենք պետքարտուղարության մամլու հաղորդագրությունը, որտեղ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը փաստացի ողջունել է, որ Ադրբեջանը հիմա նավթ է վաճառում Հայաստանին, դա համարելով շատ կարևոր խաղաղության հաստատման համար։ Դրանից հետո միանգամից հեռախոսազրույց է տեղի ունեցել Բայրամովի եւ Հական Ֆիդանի միջև, Թուրքիայի արտգործնախարարի եւ Ադրբեջանի արտգործնախարարի։ Իսկ մենք գիտենք նմանատիպ հեռախոսազրույցեր տեղի ունեցել հունվարի 14-ին, երբ որ Հայաստանի արտգործնախարարը այցելեց Վաշինգտոն եւ այդ հայտարարությունը հրապարակվեց, ընդունվեց Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TTIP-ի վերաբերյալ։ Ահա այստեղ ևս շատ հետաքրքիր գործընթացներ են, սիրելի հայրենակիցներ։ Դրանից հետո մենք տեսանք արդեն Ադրբեջանի նախագահի հայտարարություն այդ հեռախոսազրույցից հետո, ու նա ասում է, որ այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները արդեն վերածվել են համագործակցության ու նրա խոսքերով մեր անկախ պատմության ընթացքում մենք երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Ալիևի խոսքերով իրենք վերացրել են Հայաստանի ապրանքների տեղափոխման բոլոր սահմանափակումները, սկսել են մատակարարել հիմնական ապրանքներ, առաջին հերթին նավթամթերք։ Եվ այս հայտարարությունը եւս ուղղված է, կարծում եմ, հիմնականում ուղղված է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հասցեատերը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Եվ կարծում եմ հեռախոսազրույցը ընդհանուր առմամբ երևի թե լավ է ընթացել Բայրամովի եւ Մարկո Ռուբիոյի միջև, երևի ամերիկյան կողմը ինչ որ բաներ է պահանջել, նայեք, ենթադրում եմ Ադրբեջանից կոնկրետ Հայաստանի հետ կապված, դրա համար այդպիսի հայտարարություններ է անում Իլհամ Ալիևը։ Եվ մեկ այլ կարևոր թեմա, շատ երկար քննարկելու թեմա չէ, բայց կարևոր է ուղղակի շեշտել եւ նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիմա խաղաղության խորհուրդ է ստեղծում, խաղաղության սամիտ է իրականացնելու Գազայի հետ կապված եւ որպես հիմնադիր նաեւ երկիր անդամ հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդպիսի հրավերներ է նա ուղղել Վլադիմիր Պուտինին, Լուկաշենկոին, Ղազախստանի նախագահին եւ այդպես շարունակ։ Երևի Ալիևին նույնպես նման հրավեր ուղղել է 52 երկրների ղեկավարների նա հրավերներ է ուղղել, կան երկրներ, որ արդեն հրաժարվում են, օրինակի համար Ֆրանսիան նախնական տվյալներով Մակրոնը հրաժարվում է այդ ամենին մասնակցել եւ հիմա նաեւ կխոսենք սահուն կերպով կանցնենք միջազգային հարցերին։ Հայաստանը միջայլոց հաստատել է իր մասնակցությունը այդ ամենին։
Հիմա թե ինչ ծանր իրավիճակի աշխարհում։ Արիկ Իրանից չխոսենք, քանի որ Իրանի շուրջ մեծ հաշվով շատ բան չկա խոսելու, բայց դա չի նշանակում, որ Իրանի շուրջ իրավիճակը լարված չէ։ Իրանի հոգևոր առաջնորդը փաստացի ընդունել է, որ հազարավոր մարդիկ են սպանվել այդ ցույցերի ժամանակ, իսկ Պեզեշկյանը ասում է, որ եթե Իրանի հոգևոր առաջնորդին հարված հասցվի, ապա դա լրիվ այլ որակի եւ տեսակի պատերազմ կլինի։ Փաստացի ինքն էլ սպառնում է Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հիմա սակայն ամենակարևոր ուշադրության թեման Գրենլանդիան է։ Գրենլանդիան է, սիրելի հայրենակիցներ, եւ քիչ առաջ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցերով մի հետաքրքիր նկար է հրապարակել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի գույներով ներկված է Կանադան, Վենեսուելան, ինչպես նաև Գրենլանդիան։ Ինչ է սա նշանակում։ Իսկ սա նշանակում է մեկ բան, որ աշխարհակարգը միջազգային օրենքը փլուզվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն այլևս կարծես թե գոյություն չունի։ Ինչ եմ ուզում շտապել, բայց այդպես է երևում։ Եվ այդ ամենը ցավոք սրտի նոր չէ, ուղղակի դրան է միացել Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա սկսվեց Ռուսաստանի Դաշնության հարձակումով դեռ 2008 թվականին Վրաստանի վրա։ Մոտ արդեն 20 տարի է անցել, 18 տարի է անցել, բայց մենք հիմա նոր ենք ականատես լինում, թե ինչ աղրելի հետևանքների է դա բերում աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ով որ պաշտպանում էր միջազգային օրենքը, հիմնական պաշտպաններից մեկն էր երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հիմա ինքն է պատրաստվում խախտել այդ ամենը։ Վենեսուելայի օրինակը ինչ կանել կարող է պահի տակ մեզ ուրախացնել, ոգևորեր տարբեր պատճառներով, բայց արիք փաստենք, որ դա այլ խնդիրներ է ստեղծում փոքրիկ երկրների համար։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունն կասի, ես էլ եմ կարող, ես էլ կանեմ ամենափոքրիկ երկրների նկատմամբ։ Եթե Ուկրաինայի նկատմամբ չստացվեց, ապա կանեմ ամենափոքրի նկատմամբ եւ ներսում էլ իմ հասարակությունս կհանգստանա եւ ես էլ կհանգստանամ, կասեմ, որ ահա, մենք էլ ինչ-որ բանի հասանք։ Դրա համար Վրաստանի եւ Հայաստանի նման երկրների համար դա սարսափելի իրավիճակ է, ցավոք սրտի ստեղծում։ Երկրորդը, եթե Գրենլանդիան Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավել եւ դրան մինչեւ վերջ դիմադրի Եվրոպան, Վենեսուելայի հետ այդ ամենը տեղի ունենա, Կանադայի հետ ճիշտ է շատ դժվար է պատկերացնել։ Ես չեմ կարող իմ ուղեղում տեղավորել, թե ինչպես է այդ ամենը իրականանալու, բայց նույնն էլ չէի կարող պատկերացնել, որ այդ աստիճանի հարաբերակումներ աներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Հիմա երբ որ մենք ունենք այդ ամենը, փաստացի Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ վտանգները ավելի են մեծանում։ Ռուսաստանն էլ կասի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, քեզ կարելի է անել այդպես Վենեսուելայում, Գրենլանդիայի հետ, Կանադայի հետ, ուրեմն ինձ էլ կարելի է անել Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ հետխորհրդային երկրների նկատմամբ։ Այլ հարց է, թե ինչ է ասելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչ է ասելու Դոնալդ Թրամփը, ինչպես դիրքորոշում է ունենալ, ինչպեսի դիրքորոշում է ունենալու, ինչպես է դիմադրելու, սա լրիվ այլ հարց է։ Կան պահեր, հարթություններ, որոնք որ մեզ դժվար է վերլուծել։ Մենք իհարկե պատկերացում ունենք, բայց կրկնեմ, սա նոր լրիվ խաղի կանոններ է ստեղծում եւ Լավրովի հայտարարությունները ես պատահական չէի փորձում վերլուծել։ Այս պահի համար էի փորձում վերլուծել, որպեսզի հստակ մատնանշեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ սկսել են լրիվ այնպիսի քաղաքականություն վարել, որը համ մեծ հնարավորություններ է ստեղծում մեզ համար, համ մեծ վտանգներ, եթե մեզ չաջակցեն, մեզ չօգնեն եւ մեր հարցով հետեւողական չլինեն։ Եթե իրենց համար շատ մեծ կարեւորություն չունենա նույն Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ TRIP-ը շատ կարևոր երաշխիքներ է տալիս Հայաստանի Հանրապետությանը, բայց ես կարծում եմ ամեն դեպքում ցավոք սրտի ոչ բավարար։
Եվ դա է պատճառը, որ հիմա Ադրբեջանը գնաց խաղաղության հաստատմանը Հայաստանի հետ, քանի որ իրենք էլ են հասկանում, թե ինչպիսի լուրջ վտանգի առջև են կանգնած։ Ու շատ մեծ խզում է հաստատի առաջացրել Թրամփի դիրքորոշումը Եվրոպայի հետ։ Գիտեք, Գերմանիան էր զինվորականներ տեղակայել Գրենլանդիայում, հիմա ինչպես Բիլդն է հաղորդում, արագ հրաման ստացվեց եւ Գերմանիայի զորքերը, գերմանական զորքերը լքեցին արագ Գրենլանդիան, այդ մաքսատուրքերի հետ է կապված Գերմանիայի կանցլերը հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ իրենք Դանիայի կողքին են, ասում է, որ իրենք կողմ են, որ Արկտիկայում անվտանգությունը ամրապնդվի, բայց նույն ժամանակ իրենք համարում են, որ այդ մաքսատուրքերը մեծ խնդիր են ստեղծում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի միջև, Մեծ Բրիտանիան էլ է դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությանը շատ լուրջ ձևի դեմ է եւ իրենք երբեք չեն ճանաչի Գրենլանդիան Ամերիկայի Միացյալ Նահանգների մաս։ Դրանից բացի Կանադան որոշում է ընդունել, որ այսինքն որոշում չէ, կոնկրետ քննարկում է, այդ որոշումը կարող է ընդունել, որ Գրենլանդիա զորք ուղարկի որպես համերաշխություն Դանիայի եւ ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է նամակ հղել Դոնալդ Թրամփին, ինչը Դոնալդ Թրամփը հրապարակել է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Դոնալդ Թրամփին, որը որ նույնպես Թրամփը հրապարակել է, ինչ ուզում դրանով ասել, բայց ընդհանուր առմամբ փորձում են Թրամփին համոզել, հասկացնել եվրոպացի դաշնակիցները, նույն Ֆրանսիան, նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեծ ջանքեր է ներդնում։ Օրինակի համար Մակրոնը ասում է, որ մեր գործողությունները Սիրիայում կամ մեր ապագա գործողությունները Իրանում ամեն ինչ նորմալ է, բայց այն ինչ տեղի ունենում Գրենլանդիայի շուրջ անհասկանալի է, Մակրոնը ասում է։ Նման ձևի հետաքրքիր նամակ է, ինչպես արդեն ասեցի, հղել նույն գրեթե ոճով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դոնալդ Թրամփն էլ ասում է, որ մենք ՆԱՏՕ-ին 20 տարի է ասում էինք, որ պետք է ռուսական սպառնալիքի դեմ պայքարել Գրենլանդիայում։ Եվ ցավոք Դանիան ոչինչ չարեց այդ ուղղությամբ։ Այժմ ժամանակն է եւ դա կկատարվի, ասում է Դոնալդ Թրամփը։ Ինչ վերաբերվում է Ուկրաինային, Ուկրաինայի հարցով մեծ հաշվով քննարկելու ոչինչ չունենք։ Հիմա նոր հանդիպումներ են տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև, դրանից բացի տեղի կունենան շուտով հանդիպումներ ըստ Axios-ի Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ բանագնաց Վիտկոֆի, Քուշների եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչի միջև։ Խոսքը նույն Կիրիլ Դիմիտրովի մասին է։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։